Թունիքի սահմանային խնածախ ու խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթները ավելի քան 2 ամիս է չեն դադարում։ Անցյալ շաբաթների միայն կրակոցների պարբերականությունն ու ժամերն են փոխվել։ Հունիսի 2-ի առավոտն օրինակ 5:39 են կրակել կովերը հանելիս, այսօր 4:30։ Կրակոցները միշտ էլ կան, ասել է տեղացիներից մեկը։ Խնածախի բնակիչներից մյուսն էլ ասել է, գյուղացիները մտահոգ են հատկապես թիրախավորված կրակոցներից հետո։ Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը Ռոսելխոզնաձորը մտահոգված է Հայաստանից ներկրվող բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճող թվի կապակցությամբ։ Հունիսի 3-ին հայտարարել է ռուսաստանյան գերատեսչությունը։ Կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն կտրված ծաղիկները եւ բողբոջները համարվում են ֆիտոսանիտարական ռիսկ ունեցող կարենտինային ապրանքներ, իսկ դրանցից բխող վնասատուների ներթափանցումը, տարածումը եւ ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի ֆիտոսանիտարական բարվոք վիճակի համար։ Արցախի հանձնման պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնական անփութության, ինչպես նաև զենք զինամթեր եւ սպառազինություն թշնամուն հանձնելու քրեական վարույթի շրջանակում հունիսի 3-ին ՔԿ-ում հարցաքննվել է Արցախի ՊՊ-գնդապետ Եղնիկ Ներձորամասի հրամանատար Արցախի հերոս Կարեն Ջալավյանը, նույն ինքը Քյոխը։ Նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ ԶԼՄ-ների հնարավոր է հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունը։ Հունիսի 1-ին Ճապոնիայի Տակասակի քաղաքում բացվել է երկրի առաջին Թումո կենտրոնը։ Այն կաշխատի տարածքային ամենամեծ համաժողովների կենտրոնի G-Messe Գունմայի տարածքում համագործակցելով Գունմա պերֆեկտուրայի հետ, հազարավոր ճապոնացի դեռահասների տրամադրելով նոր արարական հմտություններ տեխնոլոգիայի եւ դիզայնի ոլորտում։ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է, որը նաև կրթական նախաձեռնություն է, հիմնվել է 2011 թվականին Երևանում։ Այն նախատեսված է 12-ից 18 տարեկան դեռահասների համար։ Հայաստանը ներկայացնող բասկամարտիկ Արման Մկրտչյանը 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ 20-ամյա մարզիկը Եվրոպայի առաջնության 60 կիլոգրամ քաշային կարգի հերթական ոսկե եւ արծաթե մեդալներ է նվաճեց ձախ եւ աջ ձեռքի մրցումներում։ Մկրտչյանը ձախ ձեռքով 2 անգամ հաղթելով Թուրքիայի մրցակցին 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։